Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրը բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն է։ Ողջույն, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ շատ մեր հրավերը ընդունելու համար։ Ինչ է իրականում նշանակում բոլորին դեմ լինել, այսինքն սա բողոքի ձև է, թե քաղաքական ծրագիր։ Եվ քաղաքական ծրագրերը առհասարակ սեփական ու հանրային գաղափարներից կտրված չեն լինում, դրանք ինչ որ քաղաքական պահանջմունք պիտի սպասարկեն։ Այս process-ի ամենասկզբում, երբ որ դեռ խոսակցություններն էին, մեր մոտ հարց ծագեց, իսկ որն է լավագույն տարբերակը, որով մենք կարող ենք որպես քաղաքացի մեր դիրքորոշումը հայտնել, եւ պարզվեց, որ գոյություն ունեցող քաղաքական հոսանքների մեջ չկա այդպիսին։ Միաժամանակ ծանր անվստահության, ապաթիայի մթնոլորտում, որը կա հասարակության մեջ, լայն կոնսոլիդացիաների շանսը եւս մեծ չի, քաղաքացիները անընդհատ պատճառ են փնտրում եւ գտնում տրոհվելու, իրար հետ գործ չանելու համար, դա ընդհանուր հանրային անվստահության մթնոլորտից է գալիս, եւ փաստորեն մեր համար պարզ դարձավ, որ բոլոր հավակնորդներին մենք դեմ ենք, ովքեր ուզում են այս միջավայրում ու այս խաղի կանոններով երկարաժամկետ իշխանություն ստանալ։ Մյուս կողմից մենք ինքներս չենք ուզում այդպիսի հայտ ներկայացնել երկարաժամկետ իշխանություն ստանալու այս պայմաններում, բայց մենք չունենք մեր բոլորին դեմ քվեարկելու տարբերակը, չկա այդպիսի քվեաթերթիկ, դա հանվել է 2000-ականներին այդ տարբերական ընտրության եւ որոշեցինք ստեղծել այդպիսի տարբերակ ինքներս մեր եւ այդպիսի քվեաթերթիկի կարիք ունեցող քաղաքացիների համար, որպեսզի այդ կարծիքը, այդ ձայնը եւս հնչած լինի։ Որպես դրա քաղաքական հետևանք, այսինքն քաղաքական ծրագրի մասով, նախատեսվում է շատ կարճ ժամանակում 100 օրում կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, քաղաքական համակարգի կանոնների վերաբերյալ այնպիսի փոփոխություններ, որոնք ընտրությունների եւ դրա արդյունքների նկատմամբ այնպիսի չափանիշներ կսահմանեն, որի հետ մենք որպես քաղաքացիներ շատ ավելի հաշտ կլինենք, իսկ արդյունքներով շատ ավելի գոհացած։ Եթե ավելի կոնկրետ նպատակներից մեկը կայուն մեծամասնության նորմը չեղարկելն է, որպեսզի որևէ ժամանակի գործող իշխանություն, այսինքն վարչական ռեսուրսի տերը անընդհատ բոնուսներ ստանալով չվերարտադրվի։ Մենք ուզում ենք իջեցնել անցողիկ շեմը, որպեսզի նոր գաղափարները, որոնք սովորաբար ծագման պահին շատ պոպուլյար չեն լինում, պարլամենտում ներկայացված լինելու շանս ունենան, ցածր անցողիկ շեմի բերումով, եւ ուզում ենք ստեղծել բոլորին դեմ քվեաթերթիկ, որպեսզի այն մարդիկ, ովքեր եղածի մեջ ընտրելու բան չունեն, նրանց ձայնը անտեսված չլինի եւ նրանք վիճակագրական սխալ չհամարվեն, այնպես ինչպես հիմա է, որովհետեւ եթե դա այդպես է լինում, քաղաքական համակարգը շահագրգռված է մարդկանց ապաթիայի մեջ մղի, որ գնան տունը նստեն, չգան քվեարկելու։ Տեսեք, երբ դուք ասում եք բոլորին դեմ եք, դա արդյոք չի նշանակում, որ կնպաստեք ձայների փոշիացմանը, որովհետև շատ դեպքերում ասում են, որ այդպես մանիպուլացնում եք հասարակությանը այդ անվամբ, օրինակ ոչ մեկին չքվեարկեն, բոլորին դեմ եմ, ստացվում է ձեզ են քվեարկում։ Բոլորին դեմ եմ, ունի կուսակցության կարգավիճակ, իհարկե դա ինքնալուծարվող կուսակցություն է, մենք մի քանի ամսից այդ կուսակցությունը լուծարելու ենք բարեհաջող, բայց ինքը ունի կուսակցության կարգավիճակ, հետեւաբար ինքը մասնակցում է ընտրություններին, հետեւաբար ինքը կոչ է անում մասնակցել ընտրությունների։ Եթե մարդը գալիս է ընտրությունների, արդեն չի կարող ոչ մեկի չքվեարկի, գալիս է ինչ որ բան քվեարկելու, մեր դեպքում բոլորին դեմ եմ քվեարկելու։ Եվ նրա ձայնը անցողիկ շեմը հատելու պարագայում ներկայացված է լինում պարլամենտում։ Ձայների փոշիացում ասվածը վերաբերում այն դեպքին, երբ որ քաղաքացիների քվեարկած քաղաքական ուժը չի անցնում անցողիկ շեմը, բայց դա ռիսկ է, որը ամբողջ քաղաքական համակարգն է կրում խոշոր հաշվով լավ բացառությամբ գործող իշխանության ու յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ինչ որ քաղաքական միավորի, որը հնդած է հասկացվում, թե այդ որ քաղաքական միավորն է։ Մնացած բոլորը կրում են այդ նույն ռիսկը։ Հիմա այս պայմաններում մենք հանդես ենք գալիս քաղաքական առաջարկով։
եւ ձեռքներս սպառում ենք զարգերակին հասկանալու թե ինչ արձագանք է գտնում այդ քաղաքական առաջարկը դեռ մի ամիս կա մինչև մենք կոպիտ ասած անդառնալիության կետն անցնենք եւ գնանք մասնակցելու այդ ընտրություններին մենք մոնիտորինգի տակ ենք պահում իրավիճակը դրանից ելնելով էլ որոշումներ ենք կայացնում տրամադրված չենք ձայներ փոշիացնելու եւ չեմ կարծում որ այդ ձայները պիտի փոշիանան Իսկ չեք վախենում որ ձեր այդ մոտեցումը կարող է ընկալվել որպես ոչինչ չառաջարկող Ինչի հետ համեմատության մեջ է սա հարցը եթե Հայաստանի քաղաքական կյանքի քաղաքական ապագայի հետ կապված դաշտում լուծումներ առաջարկվելիս լինեին որոնք նաեւ կատարվելու շանս ունեն ու մարդկանց համար ընտրությունները դառնար իրենց վստահելի քաղաքական ուժերի միջև եւ նախընտրելի քաղաքական ծրագրերի միջև ընտրություն ու մենք էլ սարքենք բոլորին դեմը ես ցես հետ համաձայն կլինեի որովհետեւ դա նշանակում է նորմալ քաղաքական եւ ընտրական միջավայրում սարքել ինչ-որ բան, որը հակասում է դրա տրամաբանությանը, բայց մենք չունենք նորմալ քաղաքական միջավայր։ 21 թվականի ընտրությունների արդյունքների քաղաքական ուղերձն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կամ նիկոլական է կամ քոչարյանական, որովհետեւ այդ երկու քաղաքական ուժն են անցել պարլամենտ։ Եթե մեր քաղաքական դաշտի կանոնների եւ միջավայրի հետ ամեն ինչ նորմալ է, ուրեմն այս պնդումը պետքա ճիշտ լիներ, որ փողոցում ում կանգնեցնեք, այս ձեր ստուդիայում լրատվամիջոցում պատտվենք ում հարցնենք, կամ նիկոլականա լինելու, կամ քոչարյանական։ Հիմա սա լսող մարդիկ ակնհայտ համաձայն չեն լինելու, որ իրանք կամ են։ Բայց ո՞նց է որ իրանք ներկայացված չեն, եթե իրանք ոչ են, ոչ են։ Բայց ո՞նց է որ այդ մարդիկ ոչ թե 10 հոգի են, այլ 100,000-ներով են։ Ուրեմն երևի մի բան այն չի քաղաքական համակարգի ու դրա խաղի կանոնների հետ։ Եվ հետեւաբար մենք ուզում ենք այդտեղ փոփոխություն անել։ Հիմա Փառք Աստծո կա երկու տարբերակը առաջարկների։ Մեկը դա դասական քաղաքական ուժերն են, ովքեր ասում են ամեն ինչ հիմա նորմալ է քաղաքական դաշտի եւ խաղի կանոնների հետ։ Եկեք ընտրեք մեզ, փրկենք երկիրը վերահաս աղետներից։ Եվ կա մեր առաջարկը, որ մենք ասում ենք, այս մասայի մեջ փրկիչներ չկան, չեն լինելու, մեզ առհասարակ փրկիչներ պետք չեն, մենք կրոնական կազմակերպություն չենք հիմնում, սա պետություն է, եւ հետեւաբար մեզ պետք է քաղաքական դաշտ, որը գործում աշխատում է, եւ բերում է քաղաքացիների համար փոքրի շատ է ընդունելի արդյունքների։ Տեսեք, ձեզ քննադատողները հիմնականում ասում են, որ բոլորին դեմը հեշտ ճանապարհ է պատասխանատվությունից խուսափելու համար։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Հա, մի տեսակ ինձ վատը զգացի Հայաստանի այս տոտալ պատասխանատվության մթնոլորտում մարդկանց մենք անպատասխանատու ենք թվացել։ Չի կարելի դա այդպես թողնել, այդ դեպքում պետք է խոսանք սրա մասին։ Ինչ է նշանակում անպատասխանատվություն։ Այդ ընտրությունների արդյունքների եւ հետևանքների համար, մեր քաղաքական առաջարկի հետևանքների համար մենք լիակատար պատասխանատվություն ենք կրելու, ընդ որում սա ոչ թե խոստանում եմ, այլ ուրիշ ձև չի լինում։ Ոնց որ երբ որ դու անում ես գործողություններ, որոնք հետևանքի է բերում, դու կարաս չընդունես մետրոյում մարդկանց վրա գորգորաս կամ բան երկու падգամավորների թե 10/10 ասես մեր ժամանակ դες մի թեթև երկու հատ բոլտ կար որ թուլեր ուրիշ խնդիր չկար ամեն ինչ կարաս դու անես բայց հասարակությունը տենց չի վերաբերվում եւ հետեւաբար մենք գիտակցում ենք մեր առաջարկի եւ դրա հետևանքների պատասխանատվությունը եթե մենք ստանանք այնքան քվե որ հնարավոր լինի մեր ուզած ռեֆորմները անել, մենք այդ ռեֆորմները անելու ենք, մենք այդ ռեֆորմները անելու ճանապարհին ժամանակավոր կառավարություն ենք ձևավորելու, որի համար ամբողջական պատասխանատվություն պիտի կրենք, մենք դրանից հետո կազմակերպվելիք արտահերթ ընտրությունների որակի համար ամբողջական պատասխանատվություն ենք կրելու, այդ ընտրությունների արդյունքում հաղթած քաղաքական ուժին կառավարությունը հանգիստ պատշաճ փոխանցելու համար ամբողջական պատասխանատվություն ենք կրելու։ Մյուս դեպքում, եթե մենք չստանանք այնքան քվե, որքան
անհրաժեշտ է այս փոփոխություններն անելու համար, մենք դրա համար էլ քաղաքական պատասխանատվություն ենք կրելու։ Ուզում եմ հասկանամ, այստեղ որտեղ է պատասխանատվությունը։ Եվս մի քննադատություն ունենա, որ բավոր այդ քաղաքական համակարգը լավ բաների չբերի, էլի մենք մնալու ենք այս երկրում եւ մեզնից որոշները գուցե նաեւ զբաղվելու են քաղաքականությամբ ու էլի դրա համար պատասխանատվություն ենք կրելու։ Ուզում եմ հասկանամ պատասխանատվության ինչ ակնկալիք կա, որը չի բավարարվում։ Պարոն Նահապետյան, ինչն է ձեզ համար հիմնական տարբերությունը ներկայիս իշխանության եւ նախկինների միջև։ Ներկայիս իշխանությունը վարչական լծակներ ունի, նախկին իշխանությունը ոչ։ Ընդ որում դիտավորյալ փիլիսոփայական խորը պատասխաններ չեմ տալիս այստեղ։ Փաստը, միայն փաստա տարբերությունը, որ մեկը իշխանության է, մեկը չէ։ Մնացածը դետալիզացիա է։ Ասենք ով ում հարսանիքին ոնց էր ապարումից սկսած, ինչի տակ էր ապարումից սկսած, վերջացրած ով ինչը չէր ներում եւ որոշում էր մարդ ծեծել տա։ Այս ճաշակների բանի տարբերություն է։ Բայց որպես չոր փաստ, մեկը ունի այս պահին ռեալ լծակներ անելու գործողություններ եւ վնասներ տալու, մյուսը չունի այդ լծակները, հավակնում է։ Իսկ կա որևէ քաղաքական ուժ, որի հետ պատրաստ եք համագործակցել։ Այն քաղաքական ուժերը, որոնք մինչև ընտրություններ որոշում կկայացնեն, որ մեր առաջարկած օրակարգի համար պայքարելը իմաստալից է, այդ քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել այն պայմաններում, երբ որ իրանք իրանց սեփական օրակարգերով չեն գնում ընտրության, մենք միասին գնում ենք այս օրակարգով ընտրության։ Ընտրությունների անկախ նրանից ով ինչ օրակարգով է մասնակցել ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերից պատրաստ ենք ստանալ քվեներ մեր օրակարգի իրագործման եւ այդ օրակարգի շուրջ մեր տեխնացուին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելու համար։ Իսկ հիմա ձեր կարծիքով ընդդիմության չմիավորվելու հիմնական մեղավորը ով է։ Անձերի հարցը թե համակարգային է ավելի շատ խնդիրը։ Տեսեք, թե սպասում են հետընտրական միավորումներ լինեն։ Չեմ կարծում Եթե նախընտրական միավորումներ չլինեն, դժվար թե հետընտրական միավորումների կարիք առհասարակ առաջանա։ Միավորման առանցքում պետք է ինչ-որ միավորող գաղափարի նկատմամբ հավատ լինի, գաղափարի եւ ճանապարհային քարտեզի։ Առանց դրա մեխանիկական միավորում դժվար թե տեղի ունենա։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա տենց ինչ-որ բան նարատիվ պատում, որ այդ բոլորը մի հոգի տեր ունեն, այդ տերը, որ հրամայի բոլորը իրար կմիանան, բայց այդ իրականում այդքան էլ տենց չի։ Մարդիկ տարբեր շահեր ունեն, տարբեր շահերի կենտրոններ են ներկայացնում, տարբեր ճանապարհ են տեսնում, իրենց պատկերացրած հաջողությանը հասնելու, ոնց որ տարբեր բան է այդ մարդկանց համար հաջողություն ասվածը, նայած ով ինչի է, էլի ուզում են ամենավերջում հասնի։ Քանի դեռ չկա այդ բոլորին կամ իրանց էլեկտորատներին միավորող հավատալու քաղաքական նպատակ եւ դրան հասնելու ճանապարհ, այդ միավորումը տեղի չի ունենա։ Իդեպս շատ կուզենամ այդ միավորումը տեղի կունենա։ Իմ պատկերացրած իդեալական ընտրություններ ունի հետեւյալ տեսքը՝ կա իշխանություն, որը գնում է մեկ ճակատով, կա ընդդիմություն, որը գնում է մեկ ճակատով եւ կա բոլորին դեմում քվեարկելու տարբերակ։ Ամեն ինչ շատ པարզ կլինի մարդկանց համար, թե ինչա այդտեղ կատարվում։ Այդ իմ պատկերացրած լավ ընտրություններն է, բայց ոչ ընդդիմությունն է միավորման այդպես լուրջ հույսեր ներշնչում, ոչ էլ իշխանությունն է իր արբանյակներին հավաքում իր թևի տակ, նենց որ մենք ոնց որ թե էլի տենց པարզ ընտրություններ չենք ունենալու։ Իսկ ինչ արդյունք եք ակնկալում։ Վաղը խոսալ դրա մասին, դա աշխատանքից է կախված ու քաղաքական ընդհանուր միջավայրից է կախված։ Այդ հարցին կպատասխանեն քաղաքացիները, այդ հարցի ինձ համար հայտնի պատասխանն էլ ես կունենամ նախընտրական քարոզարշավի առաջի օրը, բայց չեմ ասի այդ պատասխանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցություն ընտրություններին ինչպես կմեկնաբանեք։ Ըստ ձեզ շանսեր ունի նա։ Ինձ համար անհետաքրքիր շանսեր սոցիոլոգիական հարցումներն ասում են, որ դեռ ունի։ Բայց սոցիոլոգիական հարցումները սպეციფიკա ունեն, որ բան
ընտրություն այս նախընտրական շրջանում բարբերաբար կրկնվելու հատկություն ունեն։ Հաջորդներում կտեսնենք։ Ինձ համար որպես քաղաքական ֆենոմեն անհետաքրքիր է։ Բայց դուք տեսնում եք նրա շուրջ ձևավորվող իրական քաղաքական այլընտրանք։ Ես վախենամ, թե իր շուրջ կոնսոլիդացվող մարդիկ էլ իր շուրջ իրական քաղաքական այլընտրանք չեն տեսնում։ Իսկ Սերժ Տեսեք, անկախ նրանից մարդիկ իրանց մասին ինչ են մտածում, ինչն են արդար համարում իրանց հանդեպ, ինչի են արժանի կամ ոչ, փաստը հետևյալն է։ Հայ հասարակությունը երբեք ֆավորիտ ընդդիմությանը երկրորդ շանս չի տալի։ Ինքը իր ֆավորիտը լինելու շանսը բաց է թողել։ Մնացածը իրականության հետ հաշտվելու կամ չհաշտվելու տարատեսակ դրսևորումներ եւ հոգեթերապիաներ կարող լինեն։ Իսկ հնարավոր համարում եք Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի միավորումը։ Չգիտեմ, չեմ շփվում իրանց հետ։ Նրանք անընդհատ իրար են քննադատում, մեղադրում, ըստ ձեզ ինչ չեն կարողանում կիսել, որն է պատճառը։ Տարբեր արդյունքներ են ակնկալում process-ներից։ Ով է ընկալվում ընդդիմադիր առանցք Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմության առաջնորդ, այսպես ասած։ Ընդդիմությունը առաջնորդ չունի։ Այս է խնդիրը, որ ընդդիմությունն առաջնորդ ունենար, այս բոլոր հարցերի իմաստը չէր լինի։ Մնացածը ժամանակի հարց է։ Երեխա անունը որ արքա է դնում, ինքը դրանից թագավոր չի դառնում, էլի։ Նա ով առաջնորդ է, երևի միավորելու կարողություն ունենում։ Եթե դեռ ոչ մեկ նման կարողություն ցույց չի տվել, ուրեմն ըստ երևույթին առաջնորդ չունի ընդդիմությունը։ Թե չէ, կարելի է հետաքրքիր լիքը անուններ կա, որ կարելի է երեխեքին դնել։ Մեկի անունը կարաս ասենք Փրկիչ դնես, մեկին առաջնորդ, ու տենց բան։ Հստակություն կմտնի էլի, ով ինչ կոչում կունենա։ Բիզնեսմենների ակտիվ մուտքը քաղաքականություն վտանգավոր միտում է, թե բնական գործընթաց։ Ինձ համար դա բնականon վտանգավոր գործընթաց է։ Այդպես է լինում, երբ որ հասարակական լայն զանգվածները քաղաքական համակարգը ցնցում են, այնպես ինչպես եղավ 2018 թվականին, սահմանում են հրամայական բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման, դնում են ապօրինի ունեցվածքի հետ կապված հանրային ատելությունը վերացնելու հարցեր, բայց այդ հանրային զանգվածների բարձրացած ալիքի վրա իշխանության եկածները նեղ մանր շահախնդրության պատճառով որոշում են այդ հարցերը չլուծեն։ Այդ ժամանակ լինում է դարձի շրջանը սյուր։ Ես դες պատմություն պատմեմ 2004-յան Ռուսաստանից։ 4, չէ, մի քիչ ավելի շուտ 2002-3 թվականներին։ Այդ ժամանակ գիտեք Վլադիմիր Պուտինը դեր դեմոկրատական իմիջ ունեցող, արևմուտքի համար շատ հուսալի գործընկեր համարվող, Ռուսաստանում կարգ ու կանոն հաստատող մարդ էր եւ Ռուսաստանը, ինչպես այդ խորհրդային բոլոր երկրները, ուներ այդ սեփականաշնորհման գործընթացում տեղի ունեցած մութ պատմությունների եւ անարդարությունների բեռը, որի արդյունքում ձևավորվել էին հարուստ մարդիկ, ում ռուս ժողովուրդը հարցեր տալիս, ժողովուրդ ջան, այդ բա ոնց եղավ, որ այդ գործարաններ, բան, ինչ հարստություն ուներ մեր պետությունը, մի 8 հոգու ձեռքում հայտնվեց։ Եվ այդ մարդկանցից մեկը Միխայել Խադարկովսկին, ում հետո ունե զրկեցին, արտաքսեցին Ռուսաստանից եւ այլն, հանդես է գալիս առաջարկով, որ ժողովուրդ ջան, կարանք մի հատ օրենք գրենք միասին, հստակ սահմանեք ինչքան փող եք ուզում, ամբողջությամբ, որ համարեք, որ մենք դա նորմալ գնով ենք առել։ Մենք առնենք այդ մեր ունեցածը, նորից առնենք պետությունից, արդեն ձեր պատկերացրած գնով։ Եկեք խոսանք այդ փողը տանք ու մոռացեք մեր մասին, էլ մեզ մի ասեք օլիգարխներ։ Եվ Պուտինի ադմինիստրացիան մերժեց այդ առաջարկը։ Դրա մասին կա հստակ վկայություններ թվում Պուտինի ադմինիստրացիայում աշխատած մարդկանցից։ Ինչի՞, որտեղ հարմար է վախենալու կերպարներ ունենալ դրանց դեմ պայքարելը, որովհետև հարմար է հասարակության ներվը չարչարելը, որ ձեզ թալանել են, կերել են ձեր ունեցածը եւ այլն եւ այլն։ Այդ շանսը կար նաեւ Հայաստանում։ Այդ օլիգարխների հետ շփումներ ունեցած մարդիկ կան, ովքեր այդ առաջարկով հանդես են եկել։ Այդ օլիգարխները համաձայնվել են բոլոր վերսիաներին,
հաշտեցման, բայց կառավարությունը որոշել է այդ ժամանակ, որ պետքա ամբաստանվեն եւ բանդ նետվեն օգոստոսի 17-ի հայտարարությունն են վկայակոչում։ Դրանից հետո մենք ունենք այս վիճակը։ Այս վիճակի մեղավորությունը առաջի հերթին իշխանությանն է, երկրորդ հերթին նոր այդպես իրավիճակին է կամ խոշոր բիզնեսմեններին է։ Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի մասնակցությունը, ըստ ձեզ նա կարող է անկախ քաղաքական դերակատար լինել, թե այնուամենայնիվ ռուսական կողմի ազդեցությունը չի թողնի։ Որևէ տեղ բիզնես ունենալը ուղիղ չի նշանակում հպատակ լինել, ենթակա լինել։ Դա միշտ շատ տարբեր բաներից է կախված, այդ թվում մարդու բնույթից, իր բիզնեսների բնույթից, դիվերսիֆիկացիայից, իր ցանկություններից, ալտերնատիվներից, իսկ եթե դա կորցնի տեղը ինչ է ստանալու, հազարատ հարց կա։ Հետևաբար այտենց ուղիղ գծային չի, էլի։ Վրաստանը Ռուսաստանից ինստիտուցիոնալ կախվածություն ուներ, այդ կախվածությունը վերացրել, կոռուպցիան արմատախիլ է արել ու Վրաստանի ինքնիշխան երկիր է սարքել, Կախաբենդուկիձեն, ով որ ուներ $200 միլիոն կարգի կարողություն, հարստացել է Ռուսաստանում, ինքը համարվում է Ռուսաստանաբնակ բիզնեսմեն էր համարվում, ծագումով վրացի։ Բայց այդ մարդը Վրաստանը սարքել է այն երկիրը, որը սարքել է։ Հաճախ Սաակաշվիլու անունն է շրջանառվում եւ դա բնական է, որովհետեւ նախագահն է քաղաքական հովանոցը, բայց ռեալ գետնի վրա գործը տեսնել, թե ինչն է խանգարում, ինչն է պետք փոխելու, որտեղից է պետք այդ վիրահատությունը անել, արել է Կախաբենդուկիձեն։ Բենդուկիձեն Ռուսաստանում հարստացած մարդ էր։ Վախեցեք մարդկանցից, ովքեր կյանք քառակուսի են ներկայացնում, իրանք հիմնականում ստախոս են լինում։ Սա չի նշանակում, որ Սամվել Կարապետյանը չունի կախվածություն Ռուսաստանից, եւ սա նաեւ չի նշանակում, որ Սամվել Կարապետյանը պարտադիր կախված է Ռուսաստանից։ Կարող է հենց լինի։ Իմ համար կա կոնկրետ խնդիր։ Ես չեմ սիրում, երբ որ մեր բոլորի ճակատագրի վերաբերյալ որոշում են կայացնում մարդիկ, ովքեր եթե Հայաստանը չլինի, ալտերնատիվ տարբերակներ ունեն, որովհետև այդ որոշումների տակ իմ կաշին որ դրվում է, որ Հայաստանը չլինի, ես էլ ոչ մի բան չեմ ունենալու։ Ուզում եմ որոշում կայացնողն էլ մոտավորապես այդ իրավիճակում լինի, չեմ ուզում նես լինի, որ բան ինքը մի երկու հատելի երկիր ունի, որի հետ կապված կարա փորձի։ Այդ ոնց որ իմ անձնական համոզմունքն է, ես այդ կերպ եմ վերաբերվում քաղաքական առաջնորդության հարցերին։ Հիմա քաղաքացիները կարող այլ կերպ վերաբերվեն, եւ ես դրան խոշորաշով հարգանքով կվերաբերվեմ, որովհետեւ մարդիկ տարբեր առաջնահերթություններ ունեն։ Ամեն դեպքում կարծում եմ պետք չի, որ Հայաստանը այդքան պրոբլեմատիկ հարցեր ունեցող վարչապետ ունենա։ Անխոս Նիկոլ Փաշինյանը վստահաբար պակաս պրոբլեմատիկ վարչապետ չի, բայց այտենց չեմ ուզում մի պրոբլեմը մյուսով փոխենք։ Իսկ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը ինչպես կգնահատեք։ Օրերս նա հայտարարել էր, որ Հայաստանին ապագայի վարչապետ է պետք։ Կյանքը ցույց կտա Բարգավաճ Հայաստանը, հիմա ռեբրենդինգ է եղել, ինչքան գիտեմ։ Կյանքը ցույց կտա Բարգավաճ Հայաստանը շարունակում է կատարել այն քաղաքական ֆունկցիան, որի համար հեռավոր 2000-ականներին ստեղծվել է, թե չէ։ Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ երևույթները իրենց ֆունկցիան չեն փոխում։ Ըստ էս նա երբևէ կարող է ինչ-որ համակարգային փոփոխություններ անել։ Ինչ բնույթի։ Ես կարծում եմ նրանք երբեք առաջինը լինելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն չեն ունենալու։ Իսկ ընդդիմադիր դաշտում ում հետ պատրաստ կլինեք համագործակցել։ Մինչև ընտրություններ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են չմասնակցել եւ գալ մեր օրակարգով, ընտրություններից հետո բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն քվեարկել մեր օրակարգին եւ 100-օրյա կառավարության մեր վարչապետ տեխնացուին։
Եթե վաղը ընտրությունների ժամանակ քաղաքացին ունենա ընտրություն, գործող իշխանություն, հին իշխանություն եւ բոլորին դեմ, ինչու պետք է ընտրի հենց ձեզ։ Որովհետեւ մինչև այս պահը մենք բոլորս մեր խոհանոցներում երբ որ խոսացել ենք քաղաքացիներս մենք եղել ենք բոլորին դեմ եւ այդ ձայնը պետք է արտահայտվի, որովհետև կյանքը ցույց տվեց, երբ որ ինչ որ մեկի ինադու ընտրել ենք մյուսին, չարյաց փոքրագույնով ընտրություն ենք կատարել, դա այդ մեր պատկերացրած փոքր չարիքին հետո դարձրել է ավելի մեծ չարիք, կամ մեր պատկերացրած փոքր չարիքին ցույց է տվել, որ հարցի լուծում չէր, հետևաբար մեր կարծիքը առանց խմբագրելու պետք է ներկայացված լինի։ Եթե մենք բոլորին դեմ ենք, եթե մենք չենք ուզում սև ու սպիտակի այս համակարգը, եթե մենք չենք ուզում մեր կյանքը պահվի այս ճահճի մեջ, եթե մենք չենք ուզում, որ հիմա պատերազմից 6 տարի անց գոյություն ունեցող վիճակը պատերազմից 11 տարի անց էլ շարունակի գոյություն ունենալ, մենք իրավունք չունենք անել այն, ինչ արել ենք 2021-ին, քվեարկել չարյաց փոքրագույնով, քվեարկել ինչ որ մեկից վախենալով այն մյուսի համար։ Մենք ինքներս որպես քաղաքացիներ չենք ուզեցել դա անել, մենք ստեղծել ենք այդ հնարավորության պատուհանը ինքներս մեր համար եւ կոչ ենք անում մյուս քաղաքացիներին եւս օգտվել այդ հնարավորության պատուհանից, չքվեարկելով վատ հետևանքներ բերող որևէ մեկի համար։ Իսկ ընդդիմադիր բևեռում ում եք տեսնում, որ կանցնի խորհրդարան։ Իմ տեսողությունը շատ լավ չի, էլի։ Ես առաջարկում եմ մենք բոլորով դա տեսնենք հունիսի 7-ին։ Եթե անցնեք ու ձեր ձայնից կախված լինի, թե ով կլինի վարչապետ, ում կընտրեք։ Մեր վարչապետ տեխնացուին։ Առաջիկայում հայտնի կդառնա։ Ընդ որում սա գաղտնապահություն չէ, էլի, դեռ չենք ընտրել, ընտրություններ ենք նախատեսում վարչապետի տեխնացուի, ով կընտրվի կլինի մեր վարչապետի տեխնացուն։ Այդ ընտրություններին մասնակցելու են, բոլորին դեմ եմ շարժման, բոլոր այն անդամները, ովքեր գրանցվում են ընտրություններին մասնակցելու համար։ Հենց հիմա դիտողները կարան մտնեն բոլորին դեմ գետերում կայք, գրանցվեն դառնան շարժման անդամ, հետո գրանցվեն ընտրություններին մասնակցելու համար, կարան համ վարչապետի տեխնացու առաջադրվեն, համ ընտրեն վարչապետի տեխնացու։ Շնորհակալ եմ շատ, պարոն Նահապետյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։